Ավարտվեց մեծ պահքը։ Այսօր բոլոր եկեղեցիներում հնչեց Սուրբ Հարության ավետիսը։ Անցած շաբաթների ընթացքում մարդաշատ եկեղեցիներում անցկացվեցին ժամերգություններն ու արարողությունները։ Պահքի շրջանը շատերի համար դարձավ հոգևոր վերարթնության շրջան։ Իսկ այսօր ապրիլի 4-ին բոլոր եկեղեցիների զանգերն ավետեցին Քրիստոսի հրաշափառ հարության փրկչական ավետիսը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը լի էր հավատացյալներով։ Տերունի տոներին մայր տաճարում սովորաբար հենց այսպես ասեղ գցելու տեղ չի լինում։ Տոնական պատարագը Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը մատուցեց։ Քրիստոսի հարությունը մեր վարդապետության եւ հավատքի հիմքն է։ Տաղավար այս տոնը հաճախ կոչում են նաեւ զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում մեղքերից եւ վերադարձ դեպի Աստված։ Մեր եկեղեցում տարվա մեջ 2 անգամ է ճրագալույցի պատարագ մատուցվում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին։ Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը մեր եկեղեցու 5 տաղավար տոներից թերևս ամենասպասվածն է թե մեծերի, թե փոքրերի համար։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար հարության խորհուրդը պետք է լինի եւ կյանքի խորհուրդ։ Մեզ համար Քրիստոս չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ։ Իսկ երրորդ օրը հարություն առնելը խոսում է մեր թե մարմնավոր, թե հոգևոր հարության մասին։ Մեզ եւ ամբողջ աշխարհին մշտապես պարտվածի հոգեբանությունն է տվել չարը, բայց Քրիստոսով մենք դարձանք ուժեղ, մենք դարձանք հզոր, նույն ձևով այսօր հայ ազգը մշտապես կեղեքվել, մշտապես չարչարվել, պարտադրված պատերազմ անցել, գաղթի ճանապարհ անցել, բայց Քրիստոսով մշտապես հաղթել է յուրաքանչյուր տեսակի դժվարություններ եւ փորձություններ, ինչպես որ Քրիստոսով հաղթել ենք, նույն ձևով շարունակելու ենք Քրիստոսով հաղթել։ Տոնը օրհնության եւ իմաստության եւ լուսավորության մասին է։ Ընդհանրապես օրհնություն բոլորիս ընտանիքներին, խաղաղություն եւ լուսավորություն։ Ամբողջ քրիստոնյա աշխարհի համար է Քրիստոսի հարության տոնը մեծ տոն։ Հա Քրիստոս հարյավ իմ եռելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Այս տոնով հասկանում ենք, որ գոյություն ունի հավերժական կյանքը եւ Քրիստոս հանուն մարդկանց, հանուն մեզ անցավ այս չարչարանքների ամբողջ ուղին եւ իր հարությունը ոնց որ կյանքի արթնացում լինի եւ հավատ, որ բոլոր դժվարություններից, փորձություններից հետո ամեն դեպքում լույսը ճառագելու է եւ ճառագալույցի իմաստը կանում է հենց դրանում, որ մենք պետք է մեր հոգու լույսը կիսենք միմյանց հետ։ Ավետարանիչը այսպես է նկարագրում Քրիստոսի հարությունը։ Կիրակի օրվա լուսաբացին յուղաբեր կանայք գնացին Հիսուսի գերեզմանը տեսնելու, երբ մոտեցան գերեզմանի քարը գլորված էր։ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց ու ասաց. «Մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց։ Այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ»։ Սուրբ հարությունն ուրախության տոն է, քանի որ հարությամբ Քրիստոս հաղթեց անհաղթահարելի թվացող մահվանը եւ մեզ հարության խոստումը տվեց։ Հիսուսի հարությամբ մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին։ Այն ապագայի, որը ուրիշ մեկը չէ, որ գալու է մեզ համարել հայտնիներս մեր կյանքով, մեր գործով։ Եվ ամենակարևորը այն մեծ աստվածային սիրով, որ Աստված իր միածին որդին տվեց մեզ եւ մենք մարդիկ միմյանց սիրել որպես ինչպես Աստված սիրեց որպես։ Եվ եթե այդպես ապրենք, կտեսնենք, որ ճանապարհը դեպի հավիտենական կյանք, հարություն խոսումի, կլինի ուղիղ եւ կլինի հարթ։ Մեծ պահեցողության երկար ճանապարհ անցած հավատացյալները Սուրբ հաղորդություն ստացան, ապա Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսով շնորհավորեցին միմյանց։ Վեհափառ հայրապետը խորանի ճրագով վառեց տաճարի կանթեղներն ու բաժանեց հավատացյալներին։ Հենց այս խորհրդանշական լույսն էլ իրենց տուն տանելու համար տարբեր վայրերից հազարավոր մարդիկ էին եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։
Պատարագի ավարտին հայրապետական թափորը շարժվեց դեպի մոմավառության սրահ եւ կաթողիկոսական դամբարան, միացնայեց Սուրբ Սեղանի կենարար լույսը այնտեղից փոխանցելու հավատացյալներին։ Հավատացյալներն ընդառաջ եկան հայրապետական թափորին ստանալու ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Մայրտաճարի բակում մեծ հերթ էր գոյացել։ Մարդիկ շրջապատել էին հայրապետին, նրա օրհնությունը ստանալու ու մեկ անգամ եւս լսելու Սուրբ Հարության հրաշափառ ավետիսը։ Հայոց հովվապետը վառեց հույսի, հավատի եւ սիրո ճրագը, որ հավատացյալները փոխանցեցին ձեռքից ձեռք եւ իրենց տներ տարան, այդ լույսով ջերմացնելու իրենց ընտանեկան հաշկերը։ Այսօր ճրագալույցի պատարագին մասնակցելով մենք ստացանք Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը, որով էլ կլցնենք մեր հոգիները եւ կշարժվենք մեր հոգեվոր ճանապարհին ավելի ամրացած, ավելի զորացած։ Օրհնություն է մայրաթոռում տոնելը, ճրագալույցի պատարագը եւ մեծ անհամբերությամբ նաեւ սպասում ենք զատկական Սուրբ Պատարագին, որը մատուցվելու է վեհափառ հայրապետի ձեռամբ։ Այ ժողովրդի հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկն է եւ մենք պիտի ազգովի համախմբված լինենք, որ այսօր էլ ավետում ենք Քրիստոսի հարության տոնը, մեզ եւ ձեզ մեծ ավետիս ենք ցանկանում եւ թող Աստծո օրհնությունները, Քրիստոսի օրհնությունները անպակաս լինեն մեր ազգից, միախմբված ու միասնական լինենք եւ երբեք չկորցնենք այդ միասնականությունը, որովհետեւ հատկապես այս ժամանակներում դա շատ կարեւոր է, որպեսզի ազգովի միասնական լինենք եւ Աստծո օրհնությամբ պայքարենք արտաքին դժվարություններին ու խոչընդոտներին։ Աստված բոլորիս ապացուցեց, որ մարդկության մեջ ապրելով կարող ես լինել անթերի, արժանի լինել դրախտի ճանապարհին, Աստված մարդացավ ցույց տալով ճանապարհը, որ մարդ Աստվածանա ու արժանի լինի դրախտ վերադարձին։ Քրիստոս հարյավ հիմերելոց։ Վաղը ապրիլի 5-ին ավանդույթի համաձայն Մայրտաճարում Սուրբ Հարության տոնական պատարագ կմատուցի նորին սրբությունը եւ հայոց հոգեվոր կենտրոնից իլուր աշխարհի կհնչի Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։